Մայիսի 14-ին հանդիպել են ներքին գործերի նախարարության եւ Հայփաս ընկերության ներկայացուցիչները քննարկելու պետություն մասնավոր գործընկերություն ձևաչափով իրականացվող ծրագրի աշխատանքների մեկնարկին վերաբերող հարցեր։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, կարևորելով անձնական տվյալների եւ փաստաթղթերի լիարժեք պաշտպանությունը, անդրադարձել է այդ ուղղությամբ համատեղ իրականացվող աշխատանքներին։ Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը նախ ներկայացրել է ծառայության կառուցվածքը եւ ստորաբաժանումների ներգրավվածությունը պետություն մասնավոր գործընկերություն ծրագրի իրականացմանը։ Ծառայության պետը մանրամասնել է գործառույթների բաշխումը պետության եւ մասնավորի միջև, վիզաների ազատականացման գործընթացի համատեքստում ընդգծել կենսաչափական համակարգի ներդրման կարեւորությունը եւ առաջնահերթությունը։ Նելի Դավթյանը վստահություն է հայտնել, որ համագործակցության շնորհիվ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը Հայաստանում կստահմանի մատուցվող հանրային ծառայությունների նոր որակ։ Հայփաս ընկերության գործընկերների համոզմամբ գործընթացի հաջողությունը մեծապես կախված է նախապատրաստական փուլի հաջող մեկնարկից, արդյունավետ եւ թափանցիկ փոխօգնության մեխանիզմներից եւ միասնական հանձնառությունից։ Ծրագրի նպատակն է Հայաստանում հիմնել եւ գործարկել կենսաչափական նոր ենթակառուցվածք, ինչի արդյունքում քաղաքացիներին նոր եւ առավել անվտանգ ծառայություններ կմատուցի մասնավորը։ Ծրագրի գործառնական փուլը կմեկնարկի 2026 թվականի երկրորդ կեսին կենսաչափական տվյալների հավաքագրման նոր լուծումներով, նոր աշխարհագրական ցանցով, ժամանակակից գրասենյակներով, որոնք վերազինված կլինեն ոլորտի միջազգային ստանդարտներին համապատասխան տեխնիկական հագեցվածությամբ։ Այսպիսով, կողմերը աշխատանքների օրակարգը համարեցին մեկնարկած, ինչպես նաև ձևավորվեցին ծրագրի տարբեր բաղադրիչներով աշխատանքային խմբեր, ծրագրային ապահովման տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, տպագրական ենթակառուցվածքի հիմնման, շինարարական աշխատանքների իրականացման, փաստաթղթերի ձևավորման եւ պայմանագրի վերահսկման ուղղություններով։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվության մի ընկերություն առանց թույլտվության եւ համապատասխան փաստաթղթերի իրականացնում է ապօրինի արդյունահանում։ Ստուգման պարզվել է, որ Ջաջուր գյուղի վարչական տարածքի ավելի քան 4 հեկտար հողատարածքում արդյունահանման թույլտվություն ընկերությանը տրվել է 2020 թվականին, ու թեև այս տարվա մարտի 21-ին թույլտվության ժամկետը լրացել է, սակայն օգտակար հանածոյի արդյունահանումն ու վաճառքը շարունակվել է։ Պարզվել է նաեւ, որ արդյունահանումն իրականացվել է խախտումներ մասնավորապես խճաքարի պայստավորումն ընդգրկել է տրամադրվածից ավելի տարածք։ Պետությանը պատճառված վնասի չափը պարզվում է։ Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հատկանիշներով Ախորյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Պայթյուն բենզալցակայանում քաղաքացիների տարհանում, փլատակներից տուժածների դուրսբերում, առաջին օգնության ցուցաբերում։ Սարսափ ֆիլմի սցենար չէ, ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հերթական տակտիկական ուսումնավարժանքն է, այս անգամ Արարատ քաղաքում։ Ըստ սցենարի փրկարարները աշխատանքներ են իրականացնում երկրաշարժից տուժած տեղամասերում։ Աշխատանքներ իրականացվել են 3 տեղամասերում, ընտրվել է Արարատի բժշկական քոլեջը առաջի տեղամաս, երկրորդը բենզալցակայան, որտեղ իրականացվել է հրդեհաշիջման աշխատանքներ, եւ երրորդ տեղամասը երկրաշարժի հետևանքով մասնակի փլուզված շենք-շինության տարածքից մարդկանց փլատակների տակից դուրսբերման փրկարարական աշխատանքներ։ Ուսումնավարժանքին ներգրավված էին մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումները, պարեկային ծառայությունը, Արարատ բժշկական կենտրոնի անձնակազմը, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ուսումնավարժությանը հետևում էին մարզային եւ քաղաքային իշխանության ներկայացուցիչներ։ Պարբերաբար անցկացվող վարժանքների նպատակը փրկարարների հմտությունների կատարելագործումը, ճգնաժամային իրավիճակներում արագ եւ ճիշտ կողմնորոշվելու կարողությունները զարգացնելն ու հասարակության պաշտպանվածությունը բարձրացնելն է։
Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն Ապոնինի արդյունահանման վերաբերյալ մայիսի 14-ին ստացած տեղեկությունն իրացրին նույն օրը։ Պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, խախտելով ընդերքի պահպանման կանոնները, Դարբնիկ գյուղում թույլատրված տարածքից դուրս իրականացրել է ավազի եւ ավազակոպչային խճաքարի արդյունահանում։ Ձերբակալվել են ընկերության տնօրենի լիազոր ներկայացուցիչը, Աշխեգը, նրանց օժանդակողը եւ 4 վարորդ, որոնց վարած բեռնատարները տեղափոխվել են բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հատկանիշներով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվել է, որ Ապոնինի արդյունահանման պետությանը պատճառվել է շուրջ 12 միլիոն դրամի վնաս։ Բացի այդ, հարկերից խուսափելու համար ընկերության տնօրինությունը թաքցրել է շրջանառությունը։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հարգելի քաղաքացիներ, բջջային էլեկտրոնային ստորագրությունը կարող եք ակտիվացնել էլեկտրոնային կրիչ ունեցող եւ առանց կրիչի նույնականացման քարտերով։ Ձեր նույնականացման քարտի PIN եւ PUK կոդերը եզակի են եւ կորցնելու դեպքում վերականգնել հնարավոր չէ։ Սակայն եթե կորցրել եք դրանք, քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Նույնականացման քարտով կարող եք մոտենալ բջջային օպերատորի գրասենյակ եւ հեշտությամբ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը։ Հրդեհները շրջակա միջավայրի կենսանվտանգությանը սպառնացող մարտահրավերներից են, որոնց առաջացման պատճառները գլխավորապես մարդկային անուշադրության արդյունք են։ Հաճախ մարդիկ չգիտակցելով բացասական հետևանքները, գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ այրում են խոզանն ու բուսական մնացորդները, նպաստելով հողի որակական հատկությունների կորստին, բուսական եւ կենդանական աշխարհի ոչնչացմանն ու մթնոլորտային օդի աղտոտմանը։ Խոզաների այրումը վատթարացնում է հողի օրգանական կազմը, նվազեցնում խոնավությունը, նպաստում է հողում եղած օգտակար նյութերի քայքայմանը, նվազեցնում է հողի բերիությունը, նպաստում է թոքերում քաղցկեղի առաջացմանը, առաջացնում է հազ, ցավ կրծքավանդակում եւ շնչառական խանգարումներ, ոչնչացնում է միջատներին, սողուններին, մանր կաթնասուններին, խոչընդոտում է սննդանյութերի ցիկլը, սնման շղթայի կապերը եւ բույսերի սերմերի տարածումը, ինչը կարող է հանգեցնել տեսակների անհետացման կամ դրանց պոպուլյացիաների նվազեցման, ազդում է էկոհամակարգի ինքնավերականգնման հատկության վրա։ Հարգելի քաղաքացիներ, զերծ մնացեք խոզանների այրում կատարելուց, պահպանելով շրջակա միջավայրի կենսաբազմազանությունը, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք 911 հեռախոսահամարին։ Վարորդները պարտավոր են կապույտ գույնի առկայծող փարոսիկ եւ ձայնային արձանշան միացրած շտապօգնության մեքենաների մոտենալու դեպքում զիջել ճանապարհը նրանց անխոճոդոտ անցումն ապահովելու նպատակով։ Ճանապարհը չզիջելը առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 20 ապատիկի չափով 20,000 դրամ։ Իսկ զիջելու ընթացքում որևէ իրավախախտում կատարելը այլ հնարավորության բացակայության պայմաններում վարչական պատասխանատվություն չի նախատեսում։ Զիջիր ճանապարհը, րոպեն կարող է կյանք արժենալ։ Կյանքն անգին է։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրակապրիր։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին Կյանք է փրկում։
Հարգելի քաղաքացիներ, Road Police.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20%-ով պակաս։ Կարևոր է իմանալ, որ 20% բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե օրինակ պետք է նշանակվեր 10,000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում եւ տուգանքի չափը կկազմի 8000 դրամ։ Օգտվեք թվային լուծումներից եւ վճարեք 20%-ով պակաս։